տնից եմ ջրում։ Ես պատրաստ եմ վաղը։ Վաղն է։ Ծիծաղ, ջրի ցողեր, բարձր տրամադրություն եւ տոնական մթնոլորտ։ Ամեն տարի ամռան ամենասպասված տոներից մեկը Վարդավառը համախմբում է հազարավոր մարդկանց։ Սակայն շատերի համար Վարդավառը միայն ջուր ցողելու ավանդույթ է, մինչդեռ հայ առաքելական եկեղեցու համար այն տիրոջ պայծառակերպության տոնն է հոգևոր խորհրդով եւ աստվածաշնչյան հիմքով։ Բնականաբար Աստվածաշնչի հիման վրա է այս տոնը հաստատված, ավետարանական այն պատմության, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս իր երեք աշակերտներին Պետրոսին, Հակոբոսին եւ Հովանեսին վերցրեց եւ բարձրացավ Թափոր լեռը, որտեղ որ աղոթքի ժամանակ առաքյալների աչքի առաջ պայծառակերպվեց մեր Տեր Հիսուս Քրիստոս, այսինքն բացահայտվեց աստվածային իր ամբողջ փառքով եւ առաքյալները եղան աստվածային այս փառքի ականատեսը եւ բնականաբար այս նույն խորհուրդը պայծառակերպության տոնի շրջանակներում մեզ առաջնորդում է ներսից հոգևոր իմաստով պայծառակերպվելու եւ փոխակերպելու մեր կյանքը, որովհետեւ յուրաքանչյուր հավատացյալի յուրաքանչյուր քրիստոնյայի համար ամենակարևոր պայմանը ոչ միայն պարզ եկեղեցի գալ, մասնակցել ինչ-որ արարողակարգերի, այլ նաև ներքին հոգևոր այդ պայքարի արդյունքում լուսավորել, փոխակերպել, պայծառակերպել իր հոգևոր կյանքը։ Տոնի խորհուրդը հավատացյալին հիշեցնում է ներքին վերափոխման, հոգևոր լուսավորման եւ սեփական կյանքը վերանայելու անհրաժեշտության մասին։ Քրիստոսի պայծառակերպությունը ըստ եկեղեցու յուրաքանչյուր մարդու համար կոչ է ձգտելու լույսին, բարուն եւ Աստծուն մոտ կյանքին։ Եթե հավատացյալ է, անում մեծ նշանակություն ունի, թե չէ։ Վարդավառ անվանումը սակայն ավելի շատ կապվում է ժողովրդական ավանդույթների հետ։ Դարերի ընթացքում տոնը պահպանել է իր ուրախ եւ խաղային բնույթը, իսկ ջուր ցողելու սովորույթը դարձել է դրա ամենաճանաչված խորհրդանիշը։ Վարդավառը կապված է ժողովրդական ավանդույթի հետ, երբ որ այդ օրը մարդիկ ջուր են ցողում մեկը մյուսի վրա, բայց բուն քրիստոնեական անվանումը եկեղեցու տոնացույցում պայծառակերպությունն է։ Վարդավառ ասելով ավելի շատ մենք նկատի ենք առնում ժողովրդական այդ ավանդույթները, խաղերը, որոնք կան տոնի հետ զուգահեռ դրսևորվում են նաև մեր կյանքում, մեր համայնքային կյանքում, բայց առավել կարևոր է տոնի բուն խորհուրդը, պայծառակերպության տոնը։ Ջուրը եկեղեցու կյանքում մաքրության եւ նոր կյանքի խորհրդանիշ է, այն օգտագործվում է մկրտության եւ այլ սրբազան արարողությունների ժամանակ։ Սակայն եկեղեցին հիշեցնում է, որ տոնի խորհուրդը չի սահմանափակվում միայն ջրախաղով։ Վերջին տարիներին երբեմն ջուր ցողելու ավանդույթը վերածվում է վտանգավոր զվարճանքի, անհարգալից վերաբերմունք առաջացնելով մարդկանց նկատմամբ։ Վերանայել մեր կյանքը, պայծառակերպել, լուսավորել մեր շուրջը, այն լույսով, որը որ Քրիստոս Աստվածային իր փառքով բացահայտեց մեզ բոլորիս։ Այս տարի Վարդավառը կնշվի հուլիսի 12-ին, եւս մեկ անգամ հիշեցնելով, որ տոնի ամենամեծ արժեքը ոչ միայն ուրախությունն է, այլ հոգևոր նորոգումն ու մաքրությունը։